Գլաուկոման դա բավականին լուրջ եւ վտանգավոր հիվանդություն է, որը բերում է անվերադարձ տեսողության կորստի։ Ինչից է դա առաջանում, քանի որ տուժում է տեսողական նյարդը եւ մահացած նյարդաթելերը հնարավոր չի լինում վերականգնել։ Դա է պատճառը, որ գլաուկոմայից կորցրած տեսողությունը բուժառուները որպես կանոն չեն կարողանում վերականգնել։ Եվ գլաուկոմայի բուժումը ցավոք սրտից դա պահպանել այն, ինչ ունի բուժառուն։ Այսինքն այն տեսողությունը, որ այդ պահին նա ունի։ Այն առաջանում է որևէ հիվանդության հետևանքով, թե հանկարծակի։ Բավականին լավ հարց տվեցիք, Անի ջան, շատ կարևոր է քննարկել այդ հարցը, թե ինչից է առաջանում գլաուկոման։ Գլաուկոմայի առաջանում է առաջի ռիսկի գործոններից մեկը դա ժառանգական ֆակտորն է։ Այսինքն ինչ է դա իրանից ներկայացնում, եթե ծնողը ունի գլաուկոմա, ուրեմն երեխաները պարտադիր պետք է անցնեն սկրինինգային հետազոտություն։ Որպես կանոն մոտ 80% դեպքերում երեխաներն էլ ունենում են ժառանգական գլաուկոմա։ Երկրորդ ռիսկի գործոնը դա 40 տարեկից բարձր բնակիչներն են, որը պարտադիր պետք է պրոֆստոգումները անցնեն։ Գլաուկոման նաև կարող է առաջանալ այլ աչքի հիվանդություններից, որը որ մենք անվանում ենք երկրորդային գլաուկոմա։ Ընդհանուր առմամբ գլաուկոմայի հիմնական ռիսկի գործոնները դրանք են համարվում։ Եվ իհարկե կարևոր է չմոռանանք, որ հանդիպում ենք բնածին գլաուկոմայի հետ կապված, որը արդեն կախված է էմբրիոնի զարգացման ընթացքի հետ։ Գլաուկոման ունի տեսակներ։ Իհարկե գլաուկոման ունի տեսակներ, ունի առաջնային գլաուկոմա, երկրորդային գլաուկոմա, բացանկյուն, փականկյուն գլաուկոմա։ Դա շատ կարևոր է մեկը մյուսից տարանջատել, քանի որ բուժումը բավականին տարբեր է լինում միմյանցից։ Ինչի համար եմ ասում դա, մեր բնակիչները բավականին հաճախ են սիրում միմյանց հետ քննարկել բուժումը, հատկապես եթե հանդիպում ա որևիցե իրենց ծանոթ, բարեկամ, հարևան, որը ունի գլաուկոմա եւ սկսում են համեմատել մեկը մյուսի բուժման հետ։ Իհարկե, եթե մենք հաշվի առնենք երկրորդային գլաուկոման, որը կարող է առաջանալ տարբեր բորբոքային հիվանդությունների հետ կապված, ոսմյակի որոշ հիվանդությունների ժամանակ, անոթային հիվանդությունների ժամանակ էլ հատկապես շաքարային դիաբետով հիվանդների մոտ է դա լինում, այդ հիվանդների բուժումը տարբերվում է առաջնային գլաուկոմաներից։